Հունվարի 6-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզի կենտրոնական փողոցում։ Կրակոցների հետևանքով Վանաձոր բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի մարմնական վնասվածքներով։ Օպերատիվ տեղեկությունների համաձայն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն եւ ծեծկրտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ մասնակիցներից մեկը կրակոցներ էր արձակել։ 2025 թվականի հունվարի 6-ին Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի բնակիչներից մեկը ահազանգել էր ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում հավաքված են մոտ 15 անձինք եւ կրակոցի ձայներ էր լսել։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել Լոռու մարզային քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները եւ Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալը եւ քննչական խումբը։ Տեղում ձեռնարկված քննչական եւ վարույթային, ինչպես նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Վանաձոր քաղաքի Տերյան եւ Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում հանդիպել էին մի կողմից երկու եղբայրներ, մյուս կողմից երկու ընկերներ եւ գումարային հարցերի շուրջ նրանց միջև վիճաբանություն էր առաջացել։ Վիճաբանության ժամանակ եղբայրներից մեկը գրպանից հանել էր ռազմամթերք հանդիսացող մոթորճանակը եւ կրակոցներ արձակել ընկերների ուղղությամբ։ Իսկ ընկերները իրենց հերթին այդ վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնասվածք էին պատճառել եղբայրներից մեկին։ Դեպքի ողջ մանրամասները ֆիքսել էին տարածքում արկա տեսախցիկները, որոնց զննությամբ, ինչպես նաև իրականացված մի շարք քննչական վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվեցին ենթադրյալ հանցանք կատարած անձանց ինքնությունները։ Ձեռնարկված վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում որոշումներ կայացվեց եղբայրներից մեկի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի առաջին մասով սպանության փորձ, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Եվ միջոցառումներ ձեռնարկվեցին այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ այդ անձիկ դեպքի վայրից դիմել էին փախուստի։ Այդ անձը չհայտնաբերվեց, այդ անձի նկատմամբ հայտարարվեց հետախուզում եւ միջնորդություն ներկայացվեց Լոռու մարզի առաջինացիան ընդհանրավետության դատարան, նրա նկատմամբ խափան միջոց ընտրվեց կալանքը։ Մյուս եղբոր նկատմամբ որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, այն է խուլիգանություն խմբի կազմում, նրա նկատմամբ խափան միջոց ընտրվեց տնային կալանքը։ Մասնակիցներից մեկը ձեռքի վնասվածքով դիմել էր Վանաձոր բժշկական կենտրոն, սակայն հայտնել թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ընկերներից մեկը նույն օրը դեպքի վայրից դիմել էր Վանաձորի բժշկական կենտրոն ձեռքի թափանցող վնասվածքով եւ հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է Վանաձոր քաղաքում Շեբենի վրա վայր ընկնելու հետևանքով։ Այդ անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի առկայությամբ նույն օրը ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել եւ ներկայացվել էր վարույթն իրականացնող մարմին։ Վիճաբանության մասնակիցներին առաջադրվել են մեղադրանքներ։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացվել այդ անձին ձերբակալելու մասին եւ նրա նկատմամբ որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով կրկին խուլիգանություն խմբի կազմում հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նույն օրը միջնորդություններ ներկայացվեցին Լոռու մարզի ընդհանրավետության առաջինացիանի դատարան եւ նրա նկատմամբ խափան միջոց ընտրվեց տնային կալանքը։ Այնուհետև ձեռնարկված լայնածավալ գործողությունների արդյունքում պարզվեց, որ եղբայրներից մեկը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, ստացել էր ծանր մարմնական վնասվածք, աչքի կորուստ։ Նշանակվեցին համապատասխան փորձաքննություններ եւ եզրակացությունները ստանալուն պես ընկերներից մեկի մեղադրանքը փոփոխվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Այն է խմբի կազմում մեկ ուրիշին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը։ Նրա մեղադրանքը փոփոխվեց, խափան միջոց արդեն իսկ ընտրված էր, խափան միջոց չփոփոխվեց։ Նախաքննությունը շարունակվում է վիճաբանությանը մասնակից այլ անձանց հայտնաբերելու եւ սույն քրեական գործի ողջ մանրամասները բացահայտելու ուղղությամբ։